Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հետևորդներ, հարգելիներս, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հետ այսու հանդիպելու ենք այս ֆորմատով եւ նախընտրական այս կամպանիայի ընթացքում պարբերաբար անդրադառնալու եմ բոլոր այն ուժերին, քաղաքական այն թիմերին, միավորումներին, այն քաղաքական դեռ չասենք քաղաքական, բայց այն գործիչներին եւ անհատներին, ովքեր հայտ են ներկայացրել մեծ քաղաքականություն մուտք գործելու եւ ովքեր ունեն որոշակի նկրտումներ եւ ախորժակներ։ Բոլորին անունար անուն անդրադառնալու եմ։ Այս ընթացքում լինելու են եւ ուշագրավ հայտարարություններ եւ նոր բացահայտումներ, անդրադառնալու ենք բոլոր հայտ ներկայացրած այդ քաղաքական դաշտում այսպես ճուտ հանելու փորձեր անող բոլոր այդ դեմքերի անցած ճանապարհին ենք անդրադառնալու, նրանց հետ կապվող պատմություններին եւ ընդհանրապես փորձելու ենք հայ հանրությանը մեր տեսանկյունից նաև ներկայացնելու, թե ովքեր են նրանք, որ իրականում փորձում են այսպես մտահոգ Երևան եւ ինչպես նրանք են հայտարարում, եկել են մեզ ազգի ճակատագիրը, մեր երկրի ժողովրդի ճակատագիրը փաստորեն փոխելու, փրկելու եւ այլն։ Բայց ուզում եմ վերջից գալ եւ հաջորդ արդեն հրապարակումներում կանդրադառնամ բոլորին, ինչպես որ նշեցի։ Ուզում եմ խոսել ուժեղ Հայաստան կուսակցության համագումարին եմ ուզում անդրադառնալ, մեր ձևովին ես կփորձեմ հիմա անդրադառնալ եւ պատասխանել իմ ձևով, միևնույն ժամանակ հնչեցնելու եմ մի քանի հարցեր ինձ հետաքրքրող եւ նաեւ մեր շատ ու շատ քաղաքացիներին հետաքրքրող, որից հետո արդեն մեր էլի գալիք հրապարակումներում խոսելու եմ նաեւ ոչ պակաս եւ առավել կարեւոր անվտանգային խնդիրների մասին, բայց հիմա առավել կոնկրետ հարցերս ուղղված են Կարապետյանների ընտանիքին։ Ուրեմն մենք հասկացանք Իլուր Աշխարհի հայտարարեց Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբորորդին, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Միանգամից ասեմ, որ ես Սամվել Կարապետյան անձի եւ առհասարակ Կարապետյան ընտանիքի նկատմամբ այո չեմ թաքցնում, միշտ ունեցել եմ հարգանք եւ հիմա էլ հարգանքով եմ վերաբերում այդ ընտանիքին, որովհետև այդ ընտանիքում կան ավանդույթներ, այդ ընտանիքում կան արժեքներ, այդ ընտանիքը հայապահպանության, մեր լինելիության, մեր երկրի պետականաշինության գործում ոչ պակաս լումա եւ ներդրում է ունեցել բոլոր ժամանակներում, այս մարդիկ չեն հեռացել իրենց արմատներից, չեն մոռացել իրենց հայրենի բնորանին, տեսեք եւ լավն եմ ասելու եւ ասելու եմ նաեւ այն խնդիրները, որոնք որ մտահոգում են շատ ու շատ քաղաքացիների եւ նաեւ ինձ առաջինը որպես ՀՀ քաղաքացու եւ որպես նաեւ լրագրողի։ Տեսեք, հարգարժաններս, դուք հայտարարում եք, ասում եք, որ դուք պատրաստ եք գալ, չգիտեմ, 1 դրամով վարչապետ աշխատելու, դուք հայտարարում եք, որ դուք ի վիճակի եք եւ կարող եք 300,000 աշխատատեղ ստեղծել եւ այլն։ Եվ դա հայտարարում եք Նարեկ Կարապետյան այս փուլում նախընտրական այս էտապում, որը ես դիտարկում եմ ոչ ավել ոչ պակաս, դա ինչ է, եթե ոչ նախընտրական խոստում։ Հիմա հարց ձեզ, հարգարժան Կարապետյաններ, եթե դուք կարող էիք եւ իրականում կարող էիք ամբողջ երկրով մեկ գաղտնիք ասած, չեմ լինի բոլորին հայտնի է, որ Քավոր Սանիկ, մեկ ընտանիք, ամենատարբեր այսպես բիզնես ներկայացուցիչների, բիզնես շերտի ներկայացուցիչների հետ, հայաստանյան գործարար դաշտի հետ, ամենատարբեր քաղաքական դեմքերի ու այրերի հետ ունեցել եք եւ ունեք բոլոր ժամանակներում Քավոր Սանիկական հարաբերություններ։ Ինչն է ձեզ խանգարել, այսպես ասեմ, Մյունստեր Սարգսյանի հետ Սամվել Կարապետյանը շատ ուղիղ է մշտապես շփվել, նրանք որքանով որ գիտեմ մինչև հիմա էլ լավ ընկերներ են, երբեք նրանց միջև այսպես պատնեշային հարաբերություններ չեն եղել եւ որևէ մեկը, այսինքն որևէ խոչընդոտ չէր կարող լինել ոչ քաղաքական առումով, ոչ տնտեսական այսպես բարենպաստ պայմաններ ստեղծելու տեսանկյունից, որպեսզի Կարապետյանների ընտանիքը կարողանար օրինակ ապահովել ոչ թե օրինակ 300,000 աշխատատեղ, այլ 100-150,000 աշխատատեղ։ Ինչն էր ձեզ խանգարում այս տարիների ընթացքում այն պայմաններում, այն իրավիճակում, երբ որ մենք իրականում ունենք աշխատատեղերի խնդիր, երբ որ իրականում մեր տնտեսությունը
շատ լավ գիտենք, որ վերջին այս 15-ամյակ, ասեմ 20-ամյակում, ասեմ գլխիվայր, այսպես ասեմ, կոլապս է ապրում, ով չգիտի, որ վարչապետը եկավ, ասում էր տնտեսական, Նիկոլը տնտեսական թռիչքային աճից էր խոսում, այն մի հատ վարչապետ կար, որ համալիրում այսպես գնաց իրեն խայտարակարեց, մի հատ Տիգրան Սարգսյան կարեն օֆշորներով, բենտլիներով հայտնի երևույթը, խոսում էր տնտեսական զարգացումից, դե արգամիջից մասին ընդհանրապես չասեմ, տնտեսությունը նենց է վարել ու ցանել, իր լոլիկագործությամբ նենց դոլարներ է հավաքել ծառերից այս մարդը, որ այդ մասին ինչպիսի ֆանտաստիկայի ժանրից, ինչպիսի հաջողություններ է գրանցել արգամիջս, այդ մասին էլ ընդհանրապես չխոսենք, չնայած մարդկային բարոյական հարթության մեջ շատ-շատերը իրոք դեռ շատ այսպես ճանապարհ ունեք անցնելու արգամիջից հետ ընդհանրապես ոտք մեկնելու համար։ Ինչի եմ ասում արգամիջից, բոլորը գիտեն, որ նրա վարչապետ աշխատելու տարիներին ինչպիսի պայքար, ինչպիսի բախումներ, այդ հայտնի բանը, այդ մասին չեմ էլ ուզում հիմա անդրադառնամ։ Հիմա դուք պատասխանեք, ինչն է պատճառը, Նարեկ Կարապետյան, որ ունենալով ազդեցիկ դիրք, ունենալով մեծ լծակներ, ռեսուրսներ, ունենալով բիզնես կապեր, առևտրային տնտեսական լուրջ կապեր, դուք մինչ այսօր օրինակ Հայաստանի Հանրապետությունում այս տարիների ընթացքում չստեղծեցիք օրինակ 100,000 աշխատատեղ։ Խնդրում եմ այդ հարցին պատասխանեք եւ հարց Սա նախընտրական, պոպուլիստական հայտարարություններ անելու ժանրից է, թե ոչ, երբ որ ասում եք, որ մենք գալու ենք, ստեղծելու ենք օրինակ 300,000 աշխատատեղ, երկրորդը, Նարեկ Կարապետյան, դուք ասում եք, որ պատրաստ եք 1 դրամով վարչապետ աշխատելու Հայաստանի Հանրապետությունում, համաձայն եք աշխատելու 1 դրամով, ճիշտ է։ Ասում եք, որ արտոնություններ եք տալու մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ազատելով նրանց հարկային պարտավորվածությունից։ Լավ, դուք ո՞նց եք պատկերացնում, օրինակ ասենք մենք գիտենք, որ Նիկոլյան իշխանության ոչ բարով եկած այս կառավարիչների դեմս Նիկոլի գլխավորությամբ մեր արտաքին պարկը ավելացել է 10 միլիարդ դոլարով։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե դուք, ձեր ասածը, եթե հեքիաթի ժանրից չէ, այլ իրատեսական է, ո՞նց եք պատկերացնում, օրինակ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին հարկերից ազատելու ճանապարհով Ինչ կերպ եք կարողանալու օրինակ բյուջեն լցնել, ինչ կերպ եք կարողանալու օրինակ թոշակառուի, չգիտեմ, թոշակ ավելացնել եւ առհասարակ ծրագրեր կյանքի կոչել, որոնց մասին որ դուք հիմա բարձրաձայնում եք։ Ոչ պակաս եւ առավել կարեւոր խնդիրներից մեկին եմ ելի ուզում անդրադառնալ եւ ելի ուզում եմ այդ հարցին պատասխանեն Կարապետյանները։ Արդյոք ձեր ընտանեկան բիզնեսի տրամաբանությունը չի տեղափոխվել քաղաքական դաշտ, մեծ քաղաքականություն։ Տպավորությունն այնպիսին է, հարգարժաններս, որ ընտանեկան բիզնեսի նույն ձեռագիրը հիմա տեղափոխվել է մեծ քաղաքական դաշտ, այսինքն նորմալ է, որ ձեր սեփական բիզնեսը հաջողելու մեծ ձեռքբերումներ ունենալու ճանապարհին, այո, պետք է ներգրավված լինեն ձեր ընտանիքի անդամները, չգիտեմ, ձեր հարազատները եւ այլն, դա բացառապես ձեր դաշտն է եւ դուք եք որոշում խաղի կանոնները։ Բայց ուզում եմ հասկանալ, այդ նույն հոգեբանությունը, այդ նույն ձեռագրաբանությունը տեղափոխվում է քաղաքական դաշտ, այսինքն օրինակ ո՞նց եք դուք պատկերացնում Նարեկ Կարապետյանը Ես ոչինչ չունեմ Նարեկ Կարապետյանի անձի դեմ, հարգելի Նարեկ, այո, դուք բավականին կիրթ, բանիմաց, գրագետ երիտասարդ եք, դաստիարակված հայ մարդ եք, դաստիարակություն ստացած Կարապետյանների, այո, ժառանգն եք, նրանց արժանի ժառանգորդն եք, չեմ վիճարկում, բայց արդյոք Կարապետյանները իրենց հարց տվել են Նարեկ Կարապետյանը, ով քաղաքական կյանքում, քաղաքական դաշտում իրականում չունի փորձառություն, այսինքն նա որպես քաղաքական ֆիգուր, որպես կադր, որպես այդպիսին, նա թույլ կադր է, արդյոք նա կարող էր հայտնվել գլխավոր այսպես քարշակի դերում եւ իր ետևից այսպես տանել ողջ այս քաղաքական գործընթացը, այս պրոցեսները եւ հասնել այսպես բուն նպատակին, ինչպես որ դուք եք ասում, գալիս եք 1 դրամով, չգիտեմ, վարչապետ աշխատելու եւ այլն։ Այս հարցերի
հարցի պատասխանը ես կուզենայի լսել ձեզանից եւ հետաքրքիր է ինչ տրամաբանությամբ եք նաեւ ընտրել ձեր քաղաքական խորհրդի կազմը, բացառությամբ Արամ Վարդևանյանի, որը որ իսկապես պրոֆեսիոնալ եւ բավականին հաջողված փաստաբան է եւ նա այո, որպես փաստաբան օրենսդիր մարմնում կարող է հայրում կատարել իր աշխատանքը։ Ուզում եմ հասկանալ, օրինակ Հեցի նախկին տնօրեն Ղազինյանը ինչ աղերս ունի հայրենի խորհրդարանի հետ եւ ինչ է անելու նույն Ղազինյանը հայրենի խորհրդարանում եւ ո՞րն է տրամաբանությունը, որ նույն Հեցի, այսինքն ձեր այդ տնտեսական կառավարման գործընթացի նույն այդ մոտիվացիան ուզում եք բերել եւ շատ գեղեցիկ ձևով փաթեթավորված այդ ամենը այսպես տեղավորել քաղաքական դաշտում, դա էլ եմ ուզում հասկանալ։ Ընդհանրապես դուք ինչ չափորոշիչներով եք ձեր քաղաքական, այսպես ասած, կազմին որոշել եւ արդյոք ձեզ հարց չեք տվել, լավ, եթե դուք իրականում ուզում եք այս երկրի ճակատագիրը փրկել, ուզում եք այս ցեխից, այս ճահիճից հանել հայ ժողովրդին, որի մի փոքրիկ մասնիկն էլ ես եմ նվաստս։ Հիմա ուզում եմ հասկանալ, արդյոք մեր երկրում, մեր իրականության մեջ չկան լավագույն պատմաբաններ, չկան փորձագետներ, չկան լավագույն մասնագետներ, կան հարգելիներս, մենք ունենք լավ քաղաքական գործիչներ, ունենք լավ պատմաբաններ, ունենք լավ արաբագետներ, ունենք լավ իրանագետներ, լավ քաղաքագետներ, ես կարող եմ անուններ թվարկել, ինչն է պատճառը, որ տպավորություն է, ասում եմ, այնպիսին է տպավորությունը, որ ձեր այսպես ընտանեկան կոլեկտիվ հայտերով այդ նույն տրամաբանությամբ դուք հիմա դիրքավորվում եք քաղաքական դաշտում, քաղաքական գործում լինելու համար դուք շատ քիչ ժամանակ ունեիք եւ ցավում եմ դժվար թե հաջողի ուժեղ Հայաստանին, ասել է թե մեր ձևով շարժման ներկայացուցիչներին հայաստանյան իրականության մեջ դառնալու որպես այդպիսին քաղաքական գործոն, մեծ ֆինանսական լծակներ ունենալը, մեծ ֆինանսական ռեսուրսներ ունենալը դեռևս բավարար պայման չէ, բավարար նախադրյալ չէ, կարծում եմ ինձ հետ շատ ու շատ քաղաքական, իրական քաղաքական գործիչները, ովքեր թրծված են, հղկված են, ճանապարհ են անցել, շատ լավ գիտակցում են եւ ինձ հետ կհամաձայնեն, որ ես սխալ բան չեմ ասում։ Ֆինանսներ ունենալը դեռևս չի նշանակում լինել քաղաքական գործոն, առավել եւս երբ որ դուք թույլ կադրային բազայով եք, այսպես ասած, մուտք գործել դեպի մեծ քաղաքականություն, դեպի մեծ ցանկություններ հասնելու վարչապետի աթոռին եւ երկրում փաստորեն իշխանապողություն իրականացնելու։ Ես այս ամենը իրատեսական չեմ համարում եւ մի կարևոր հարց էլ ունեմ, որի հետ կապված լիահույս եմ, որ ձեր կողմից կլինի պարզաբանում։ Ովքեր էին ներկա ուժեղ Հայաստան կուսակցության համագումարին։ Արդյոք Հեցի եւ Գազպրոմի ներկայացուցիչները չէին ներկա այդ համագումարին եւ արդյոք այստեղ մենք գործ չենք ունենալու բացառապես ՎՎ Պուտինի, այսպես ասած, արբանյակների եւ նրա պրոտեժեների եւ նրա ասել է թե սվոյների հետ։ Այդպես է թե այդպես չի։ Այդպես է թե այդպես չի, հարգարժան Սամվել Կարապետյան, որ Հայաստանի Հանրապետությունը մենք բանտիկով փաթեթավորած տանում եւ այսպես տալիս ենք, եթե հաջողի էլի ձեզ իհարկե, բանտիկով տանում եւ տեղավորում ենք ՎՎ Պուտինի ափի մեջ։ Անվտանգային խնդիրների մասին հաջորդ անգամ եմ խոսելու, պարոն Կարապետյան, թե օրինակ եթե որևէ կետում բախվեն շահերը նույն օրինակ դուք եկել եք իշխանության, հասել եք արդեն վարչապետի աթոռին եւ բախվում են շահերը ցարի արևմուտքի եւ Եվրոպայի հետ օրինակ։ Դուք ինչ կարող է անել մի մարդ, ինչպիսի որոշում, հայամետ որոշում կարող է կայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, եթե մի գործարարի ֆինանսական կապիտալի առյուծի բաժինը գտնվում է, այսպես ասած, ՎՎ Պուտինի իշխանության կալպակի տակ։ Եթե այս մարդու կապիտալները գործում են եւ այս մարդու բիզնեսները գործում են Ռուսաստանի Դաշնությունում։ Դուք ո՞նց եք պատկերացնում, երկրի ղեկավարը դնելու է մի կողմ իր տարիների ձեռք բերածը, իր տարիների ետ գցածը, իր տարիների
վաստակածը, իր կապիտալները, իր ֆինանսական ներկայությունը Ռուսաստանում դնելու է մի կողմ, իր բիզնեսներին ասելու է ստեսություն, հաջողություն եւ առաջ է տանելու հայկական շահը։ Ես առանցին դեռ այդ անվտանգային խնդիրներին անդրադառնալու եմ, Սամվել Կարապետյան։ Եվ ուզում եմ հասկանալ, ինչ տրամաբանությամբ որոշեցիք, որ պետք է քարշակի դերում, գլխավոր քարշակի դերում լինի Նարեկ Կարապետյանը, ով որ քաղաքականության մեջ այո չունի փորձառություն եւ նա թույլ կադրել քաղաքական դաշտում գործոն դառնալու համար, որովհետեւ դուք հայտ եք ներկայացրել հարգելիներս ստանձնելու վարչապետի աթոռը։ Սա է ամենագլխավոր խնդիրը։ Ես դեմ չեմ, որ դուք կարողանաք գաք երկրին տեր կանգնեք, փրկեք, բայց ես ուզում եմ հասկանալ, ՎՎ Պուտինի երկրում կապիտալներ յետքցած մեր հայազգի Սամվել Կարապետյանը ինչ կերպ է պատկերացնում մեր հետագան, մեր ճակատագիրը, օրինակ իր վարչապետ ընտրվելու պարագայում։ Սա ինձ անհանգստացնող հարցերից ամենակարևորագույնն է, որովհետև դրանք հարցեր են, որոնք որ անհանգստացնում են եւ ինձ, եւ շատ ու շատ մեր քաղաքացիների, քանզի կարևոր է, թե մենք ուր ենք գնում, մեր երկիրը մենք ում ապում ենք տանում եւ տեղավորում, որ ռուսական սապոկի մեջ ենք տանելու եւ տեղավորելու, 1000 անգամ ինձ կներեք Հայաստանի Հանրապետությունը փաթեթով եւ ի վերջո որքանով կարող է հայամետ որոշումներ կայացնել Սամվել Կարապետյանը վարչապետ ընտրվելու պարագայում։ Չի քննարկվում, դուք իրականում արել եք շատ բարի գործեր, լավագույն արժեքները, լավագույն ավանդույթները ձեր մեջ կրող հայկական ընտանիքի մոդել եք։ Ես այդ առումով ինձ թույլ էլ չեմ տա, որովհետև քիչ թե շատ հասցրել եմ ձեզ ճանաչել Կարապետյանների ընտանիքին եւ այդ առումով ես ասում եմ այն, ինչը որ շատերն էլ գուցե ինձ հետ կհամաձայնեն, որ դա իրականում այդպես է։ Բայց մենք նաեւ չմոռանանք, թե ինչպիսի չերևացող, ճակերտավոր ասեմ, ռումբեր կարող են լինել Սամվել Կարապետյանի վարչապետ ընտրվելու պարագայում։ Ինչ վերաբերում է եւ մի հարց էլ, քանի չեմ մոռացել։ Ուրեմն ես ուժեղ Հայաստան կուսակցության համագումարի առաջին շարքերում տեսա մի կարկառուն երևույթի, կարկառուն նախկին պաշտոնյայի, տեսա Վարդան Հարությունյան անունով նախկին չինովնիկի, ում երևի թե նախանձով են հիմա այլևս վերաբերում արաբական շեյխերը, քանի որ նրա բիզնեսների ցանկը դժվար է թվարկել եւ էմիրություններում եւ այլ երկրներում եւ հարցերի հարցը, թե ինչպես է ստացվել նաեւ Նիկոլ Փաշինյան, այստեղ ձեզ եմ հրավիրում, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցին, որ $1 միլիոն գրավով փոփոխվում է այս երևույթի խափանման միջոցը եւ ահա սրա նմաններն էլ վայելելով ազատությունը մարդիկ արդեն իրենց տաքուկ տեղեր են հավանաբար փնտրում եւ նոր քաղաքական երակներ են գտնում իդեմս ուժեղ Հայաստան կուսակցության, այսինքն արդեն դիրքավորվում են այդ կուսակցության առաջին շարքերում։ Լավ, եթե մենք գիտեք խնդիրը որն է, որովհետեւ եթե այս երկիրը իրականում մեր երկրում չհիվանդանար եւ այլևս չմահանար, կարելի է ասել, դատական իշխանությունը, եթե մենք իրականում մեր երկրում լիներ օրենքի գերակայություն, եթե մեր ուժային կառույցները, մեր իրավապահները հարգեին իրենց ուսադիրները եւ նրանք պատասխանատվությամբ վերաբերեին իրենց աշխատանքին եւ Փաշինյանն էլ աչք չփակեր այս իրողություններին եւ այս իշխանությունը հենց կրում է ուղիղ պատասխանատվություն այդ ամենի համար, ապա հարց դուք գնացիք այդ ծագումնաբանության հետևից, հայրենի իրավապահներ, հարգելի պատկաններ, գնացիք այդ գումարների, այդ $1 միլիոն ծագումնաբանության հետևից, թե այդ ոնց եղավ, որ Գազպրոմով մտավ, պեկով դուրս եկավ, Վարդան Հարությունյան հակակոռուպցիոնի մատերիալը բոլոր ժամանակների, որտեղից այդ գումարը, որ մի հատ էլ կարողացել է մուծի, խափանման միջոց փոփոխվի, մի հատ էլ իր նման անդարդի դեմքով գնա ու տեղավորվի համագումարների առաջին շարքերում։ Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են ուզում։ Լավ, այդ $1 միլիոն որտեղից ձեզ կարող եք պատասխանել։ Որ մեկիդ գալիս հարցնում են, թե
որ մեկիդ գրավը կլինեք նախկին ոստիկանապետ, պաշտոնյա, կոռումպացված պաշտոնյաներ, չգիտեմ, տարատեսակ թալանչիներ եւ այլն, որ մեկիդ ասում են այդ գրավը որտեղից որ մուծեցիք, ասում է քերակինս ա մուծել, հորեղբորս տղու վարորդն ա մուծել, մորքուրիս ամուսինն ա մուծել, չգիտեմ, մորաքույրս ա մուծել, դե քերակինները չասեմ, ամեն մեկը ոսկրինի մի հատ քերակին ունեք, հետո ուղղակի որ գնում ես այդ քերակինների հետևից, որ տենաս, այ մարդ, այդ ինչ քերակիններ են, որ $1 միլիոն մարդիկ քցվում են, որ իրանց հարազատները թարնան, գնան ու ազատության օդը շնչեն։ Մեկ էլ պարզաբանվում է, որ այդ օրինակ քերակինը կամ մորքուրը Արամուս գյուղում ասեն գազար աճեցնում, որ կարողանա իր ընտանեկան հոգսերը հոգա։ Լավում եք ձեռ առնում, այսինքն ասածս հետևյալն է, եթե պետք է իդեմս Սամվել Կարապետյանի նախկին տարբեր պատմություններով անցնող, տարբեր քրեական գործերով անցնող, հակակոռուպցիոնի կոնկրետ մատերիալ հանդիսացող երևելիները, եթե պետք է տաքուկ իրենց այսպես ասեմ, ապաստաններ գտնեն ապագա քաղաքական ուժերի եւ կուսակցությունների մուտքից այն կողմ, դռներից այն կողմ, ուրեմն մենք կեղծ են, ուրեմն իրական չեն այն հայտարարությունները, ուրեմն չեն կարող իրատեսական լինել այն հայտարարությունները, որ դուք իրականում գալիս եք երկիր փրկելու, մտահոգ եք երկրի ճակատագրով, այսպես ես ռոմանտիկ չեմ, բայց հավատում եմ, որ Անդրանիկի, Նժդեհի, Գյորգիսյանի, Դուշման Վարդանի, մեր բոլոր այդ հերոսական տղաների, մեր հերոսների, մեր պատմական հերոսների ոգին ու շունչը դեռ կա, ապրում է, մեր հայ երակներում հոսում է այդ արունը։ Ես հավատում եմ, որ մի օր, այո, նվիրալի ձեռքով փրկվելու է այս ազգի ճակատագիրը, բայց ուզում եմ հասկանալ, հիմա դուք եկել ում ջրաղացին եք ուզում ջուր լցնել եւ էլի պատասխանեք նաեւ այն հարցին, թե ինչ գործ ունեն նախկին կոռումպացված չինովնիկները ձեր շարքերում եւ այն հարցին էլ չմոռանաք պատասխանել, թե Գազպրոմից եւ ՀԵՑ-ից աշխատակիցների նախկին ներկա աշխատակիցների մակարդակով ովքեր էին ներկա այդ համագումարին, իսկ դու Վարդան Հարությունյան եւ ընդհանրապես Վարդան Հարությունյանի նմանները, այդ գումարները որտեղից, այդ փողերով եք Դուբայներում հյուրանոցներ կառուցում, բիզնեսների տեր դառնում, վիլաներ ձեռք բերում, հարստություններ կուտակում, այդ փողերն են, այդ պապական կտակ եք նվեր ստացել, ժառանգություն եք պապական ստացել, որտեղից են այդ գումարները, որտեղից են այդ ձեր բոլոր թալանչիների հետքերով, որ գնում ենք, հա, միլիոններով գրավներ եք մուծում, $1 միլիոն գրավ ես մուծում, բա քեզ հարց չես տալիս այ Վարդան Հարությունյան, առանց ամաչելու են մեկիդ ոտքին, չգիտեմ, ոտքին, ձեռքին, բրասլետները կապած գնում տեղավորվում եք առանց ամոթի զգացում ունենալու, ձեր համար տենց տակ տեղ եք երևի նորից փնտրում ման գալիս, հա, մոտ էս տպավորություն է, ձեր նմանները դուք ձեզ հարց չեք տալիս, այդ $1 միլիոն, որ կարողացել եք ստեղծեք, այդ բիզնեսները, որ կարողացել եք դրսում հանելու հարստանալ, ձեզ հարց չեք տվել, բա պատճառը ո՞րն էր, որ մեր բանակը այն օրին էր, որ Նիկոլ եկած չեկած օրվանից ասում էր գնացեք ձեր նկուղներից հանեք զրահաբաճկոն կասկաներ վերցրեք ու շարժվեք ուղիղ ռազմաճակատ։ Ես չեմ պաշտպանում որևէ մեկին, սիրելի հայրենակիցներ, Նիկոլը եւ նրա իշխանությունը կրում են ուղիղ պատասխանատվություն մեր կորուսյալ հայրենիքի, մեր կորուստների, մեր եռաբլուրի, այն ինչի համար ես միշտ պայքարել եւ ասել եմ, այո, կրում են պատասխանատվություն եւ տալու են պատասխան այդ ամենի համար, բայց ես ուզում եմ հասկանալ, թե որքանով եք դուք ազնիվ ձեր քաղաքական նկրտումների մեջ եւ ձեր հայտարարությունների մեջ եւ արդյոք Վարդան Հարությունյանի նման բուրժուական կայֆեր անող այս ասում եմ շեյխերը արաբական ասում եմ շեյխերը ձեզ նախանձում են հիմա որ նայում են թե դուք ինչերի տեր եք այն որ գնում եք տարբեր երկրներից մի հատ բմբուլով հնդիկ եք գտնում ասում եք ներդրող ա եկել, ուզում ա ներդրում անի, դուք ձեր փողերը ֆրացնում, դուք ձեր փողերը մաքրում, դուք ձեր փողերը լվանում, ում եք եկել դրել ես ազգին գժի տեղ եք ուզում դուք դրած լինել։ Ձեր նման թալանչիները, իդեմս ես Վարդան Հարությունյանի նմանների, արա Գազպրոմ
Հասկանումը մտար, վերու վար արեցիր, պեկը մտար, վերու վար արեցիր, այդ $1 միլիոն որ կարողանում ես տանես գրավմունցես, որ ազատությունը թանկ բանա չէ, կյանքը թանկ բանա չէ, բոլորդ ուզում եք վայելել, չէ, բայց մայրերն էլ ուզում էին իրանց երեխեքին վայելեին իրանց երեխեքին, իրանց անմեղ 18 տարեկան երեխեքի, որ ցանկությունները թաղվեցին հողում, այդ երեխեքը իրանց կյանքով հատուցեցին, որ ապրեն ձեր նմանները, իմ նմանները, բոլորս։ Դուք ձեզ հարց տվել եք, դուք մեղք ունեք, թե չունեք դուք դրա մեջ։ Դուք ձեր մեղքի բաժինը չունեք այս իրականության համար։ Հասկանում եմ մեղավորը պատասխանատուն, պատերազմի, Արցախյան հիմնախնդրի, Կորուսալ Արցախի, այդ ամեն ինչի համար ուղիղ պատասխանատվություն, այո, ասել ենք, ասում եմ, կրում է Նիկոլ Փաշինյանը եւ նրա ապիկար իշխանությունը։ Բայց դուք ձեզ հարց տվել եք, ինչի համար ունենք մենք բանակ։ Չասեմ էլի, ես չեմ ուզում թշնամու ջրաղացին ջուր լցնել, չեմ ուզում ուրախացնել այն թշնամուն, որի երախը միշտ բաց է եւ շատ ավելին ծավալվել, բայց որ համահանեցիկ իհարկե չի բացառվում, որ շատ բաների մասին սկսենք խոսել հետո։ Դուք ձեզ մի հատ հարց տվեք ամեն մեկը, դուք ինչով եք զբաղված։ Եվ մի բան էլ եմ այստեղ ուզում զուգահեռ անցկացնել եւ հիշեցնել նաեւ, գիտեք, պարոն Կարապետյան, Սամվել եւ Կարեն Կարապետյաններ, հարգելիներս, ես ուզում եմ հասկանալ ինչ գործ ունեն ձեր զավակները քաղաքականության մեջ, ինչա դա էլ բիզնես է, որ պետքա պարտադիր պայմանը ձեր զավակները պիտի ներկա լինեն։ Այսինքն ինչ է նշանակում, դուք քաղաքականությունը, այս երկրին վերաբերող ցանկացած խնդիր, իրողություն, իրավիճակ հավասարեցնում եք ցինիզմի, օրինակ ցինիզմի դրսևորում չէր ինչ էր, երբ որ Սարգիս Կարապետյան, Սամվել Կարապետյանի զավակը, երբ որ ասում է, չգիտեմ, ասում են կոնտեքստից կտրվածը սեքսի նախարարություն ստեղծենք։ Հիմա կոնտեքստից կտրվածը, թե կտորամոնտաժած, թե հատված են վերցրել, ինչ են արել։ Փաստը նա է, որ այդ հայտարարությունը արվել է, չէ՞, դուք եք ասել նման բան։ Բա այ հարգելիս, ես մի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում, երբ որ դուք ձեր գերշքեղ մեքենաներով, ամենագնացներով, երբ որ դուք վայելում եք ձեր փափուկ եւ ինչ ասեմ, գերշքեղ կյանքը, մեր հայ կանայք, մեր հայ նվիրյալ կանայք, իդեմս Սուսաննա Մարգարյանների, նրանք իրենց կյանքով հատուցեցին, խոշտանգվեցին, գերեվարվեցին, կտանքների ենթարկվեցին, այդ մարդկանց ես չեմ ուզում հիշել այդ օրերը, այդ կադրերը, թե ինչ դաժան կադրեր էին շրջանառվում ողջ համացանցով մեկ, թե ինչ կերպ էին խոշտանգվել մեր հայ կանայք, մորթվել, գերեվարվել, որ մենք այսօր կարողանանք ապրենք, այդ թվում նաև դուք ձեր ոտքերի վրա ամուր կանգնեք հայկական հողում եւ ցանկություններ ունենաք վարչապետի աթոռին հասնելու եւ տիրանալու համար, քաղաքական հայտ ներկայացնելու համար, դուք ձեռ եք առնում, այսինքն դուք ամեն ինչի ուզում եք վերածած լինեք ցինիզմի, դուք ասում եք Նիկոլը վատնա, Նիկոլը սխալներ է թույլ տվել, Նիկոլը տանում է ազգի ճակատագիրը արդեն անդունդի եզրին ենք հասել, կործանման ենք գնում, ճիշտ եք ասում, ես էլ եմ նույն բանը ասել, հիմա էլ եմ կրկնում, վերահաստատում եմ, բայց ես ուզում եմ հասկանամ, արդյոք դուք հիմա չեք պայքարում մի բանի համար, մեկ նպատակի համար, որ Հայաստանի Հանրապետությունը բանտիկով ասում եմ, տանեք եւ այսպես տեղավորեք ցարի ափերի մեջ։ Այս հարցի պատասխանը ես կուզենամ ձեզանից ստանալ։ Հաջորդիվ անդրադառնալու եմ նաեւ բոլոր այն քաղաքական ուժերին, միավորներին, այն բոլոր այն թռած գեներալներին, չգիտեմ, տարբեր պատմություններով անցնող, կրիմինալ տարբեր էջերով անցնող ինչ-որ գեներալների, տարբեր հանցագործների, տարբեր մախինատորների, բոլորին եմ անդրադառնալու, բոլոր այս կասկածելի ծագումնաբանություն, կասկածելի ճանապարհ անցած երևելիներին եմ անդրադառնալու, որպեսզի մենք ազգովի հասկանանք, թե իրականում այս ովքեր են եկել, այսպես օդից ընկել են այս հայկական իրականության մեջ ու եկել են միանգամից են, որ ասում է խորհրդերություն որոշել են, որ պետքա գան ու ազգի ճակատագիրը փրկեն։
Այսինքն ինչ է նշանակում մի ամբողջ կյանք անցնել տարբեր քրեական պատմությունների միջով, մի ամբողջ կյանք անցնել կրիմինալ պատմությունների միջով, կասկածելի պատմությունների միջով, վերջում գալ ասել, եկել ենք հայրենիքի ճակատագիրը փրկելու, իսկ կարող է եկել եք լավ թիվ բռնելու, կարող է եկել եք լավ գռդոն անելու, տարբեր կուսակցության շարքերում նաև տեղավորվող ինչ-որ երևելիներ ընդ որում, էդ էլ չմոռանանք նշել, եկել եք ձեր փայը, ձեր դիլը ունենալու եւ գնալու, կարող է այդ նպատակով եք եկել տենց նվիրալ եք խաղում, ազգասեր եք խաղում, հայրենիք փրկող եք խաղում, դուք ինչ կապ ունեք հայրենիք փրկելու հետ, ես ուզում եմ հասկանամ մարդիկ, որոնց պատմությունը, կենսագրությունը ուսումնասիրում ենք, ստացվում է մի էջում գրած է, որ օրինակ XY քաղաքական հայտ ներկայացրած երևելի որևէ մեկը մի էջում կարդում ենք, որ այդ մարդիկ, չգիտեմ, մասնակցել են տարբեր հեղաշրջումների, այո, չեմ թաքցնում, խոսքս վերաբերվում է Քենիայի ժամանած եղբայրներին իրեմս Արտակ Սարգսյանի, եւ են որ նաեւ այդ համակիրներով գրում եք, ասում եք, պատվեր, չգիտեմ ինչ, ուրեմն ընդհանրապես ամեն մարդ մտածում է չակերտներում ասած իր փչացածության աստիճանով, այսպես մի քիչ կոպիտ պիտի ասեմ, որևէ մեկը պատվեր կատարելու խնդիր այստեղ չունի, բայց այստեղ գլխավոր հարցը նրանումն է, թե դուք ում ջրաղացին եք կոնկրետ ջուր լցնելու ձեր այս քաղաքական հայտերով, որը որ ներկայացրել եք։ Ես ուզում եմ հասկանալ, ոնց եղավ, որ վերջի պահին տենց որոշեցիք, ինչպես Բագրատ Սրբազանն էր ասում, Քենիայի ժամանած հետաքրքիր հայորդիները որոշեցին փրկել ազգի ճակատագիրը։ Ես խնդրում եմ դուք ասում եք օրինակ Արցախը ետ բերելը ձեր համար խնդիր չի։ Հայաստանը ոտքի կանգնեցնելը ձեզ համար խնդիր չի։ Զինվելը ընդհանրապես խնդիր չի մեր երկրի համար։ Բազում այսպես ծրագրերի մասին առաջի հայացքից որ լսում եմ, եթե իսկապես դուք ինձ ցույց տաք ճանապարհային քարտեզը, թե ոնց եք օրինակ իրագործելու այդ խնդիրները, ես ինքս էլ որպես հայ մարդ վեր կկենամ եւ կհայտարարեմ, որ այո գնում ենք ձեր նման հզոր կերպարի ետևից։ Հետո մի բան էլ ամփոփելով խոսքս ասեմ, ուրեմն խոսքս ուղղված է բոլոր նրանց, երբ որ մենք անդրադառնում ենք որևէ քաղաքական գործչի, կերպարի, նոր հայտ ներկայացրած այս դեմքերին, կարգառումներին եւ այլն, մի գրեք այդպես վտանգավոր մարդկանց մասին եք գրում, բա չեք վախենում, չգիտեմ, Նիկոլ Փաշինյան, այս հարցի պատասխանը ձեզանից պետք է ստանանք։ Այսինքն ինչ է նշանակում մարդիկ, որոնց անունները անցնում են հեղափոխություններ իրականացնելու մեջ հենց Քենիայի հետ կապված։ Ինչ է նշանակում, որ պետք է մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս կաշկանդվենք, մտածենք, չգիտեմ, երկար մտածենք, թե ում մասին ոնց պետք է քննադատենք կամ արտահայտենք, լուրջ եք ասում։ Ուրեմն այդ գրողներին է ուղղված իմ խոսքը։ Ես իմ անունից եմ խոսում, Գայանե Զարգարյանը որևէ մեկից չի կաշկանդվում, չի վախենում ու չի կարող նման բան լինել, մի ծիծաղեցրեք ինձ։ Ես հարց եմ ուղղում, որը որ վերաբերվում է մեծ քաղաքական են գործընթացներին, որի հետ կապված հայտ են ներկայացրել այս մարդիկ, որ գալիս են մեր երկրի ճակատագիրը փրկեն։ Խնդրած կլինեմ ներկայացնեն ճանապարհային քարտեզը։ Ես ձեզ չեմ վիրավորում եւ թույլ չեմ տա անձնապես վիրավորելու, ոչ թե դուխի խնդիր կա, այլ անհրաժեշտությունը դրա չկա։ Ես ձեզ հարցնում եմ քաղաքականության մեջ դուք ոնց եք տեսնում, լավ, ձեր անելիքը ոնց է լինելու, այդ քարտեզը ինչպիսին է ճանապարհային, բացատրեք, մենք էլ հասկանանք։ Եվ ի վերջո, այդ նույն եղբայրները, նույն Արտակ Սարգսյանը, ով հայտ է ներկայացրել մեծ քաղաքականություն մտնելու, այդ նույն Արտակ Սարգսյանը ինչ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, ինչ հարաբերություններ ունի Գագիկ Բեգլարյանի հետ, ինչ հարաբերություններ ունի Վարդան Ղուկասյանի նույն դոգի հետ։ Խնդրում եմ այդ հարցերին եւս պատասխանեք, որովհետեւ երբ որ այդ հարցերի պատասխանը կունենանք բոլորս միասին, ինչպես ասում են այդ ռասկլադը ձեր լեզվով ասեմ, պարզ կլինի թե ինչպիսին է լինելու, ու մենք կհասկանանք, երկիր փրկողների հետ գործ ունենք,
փող բռնողների հետ գործ ունենք, փող լվացողների հետ գործ ունենք, սա ընդհանրական է խոսքս ուղված, հենց միայն խոսքս ուղված չի եղբայրներին, առհասարակ եմ ասում, ովքեր փորձում են հիմա քաղաքական դաշտում, այսպես ասած, մեծ ձկներ բռնել։ Ես ուզում եմ դուք ներկայացնեք մանրամասն ձեր տեսլականը, ձեր ծրագրերը, եւ եթե իրականում ես տեսնեմ, որ դուք խելամիտ, իրատեսական, այո, պլան ունեք, քաղաքական ծրագիր ունեք, մենք էլ պատրաստ ենք այդ ծրագրի հետևից գնալու եւ մեր երկիրը, մեր ազգի ճակատագիրը այս խորը փոսից հանելու։ Այս ազգին հերիքա գժի տեղ դնեք, հերիքա ձեռ առնեք այս ազգին եւ մի բան էլ եմ այստեղ ուզում էլի ավելացնել, որ դուք առողջ քննադատությունը, առողջ վերլուծությունը մի շփոթեք ձեր այդ բազարների եւ այդ, չգիտեմ, այդ գողական մտածողության մակարդակի, չգիտեմ, ռազմորկաների հետ։ Ուրեմն ես նաեւ այդ հարթության մեջ էլ ասեմ ձեզ, որ սովոր եմ ցանկացած տիպի խոսակցության մեջ ներկա լինելու եւ պատվով դուրս գալու, այդ էլ ասեմ, որ իմանաք։ Ու երբ որ մենք ձեզ քաղաքական հարցեր ենք ուղում, եթե դուք ունեք ասելիք, ուրեմն քաղաքականապես հասուն մարդու նման պատասխանեք ձեր քաղաքական հարցերին, որը որ հնչեցվում է առողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից։ Խնդրած կլինեմ մաքսիմալ ազնիվ լինեք ձեր հարցերի, ձեր պատասխանների մեջ, որպեսզի մենք հասկանանք, թե իրականում ովքեր են մտահոգ մեր երկրի եւ մեր ազգի ճակատագրով։ Եվ քանի որ երկար ժամանակ չեմ խոսել այս ֆորմատով, արդեն ասացի, որ շատ ավելի հաճախակի ենք հանդիպելու, հարգելի ընկերներ, հարգելի իմ հետևորդներ, ինձ հավատացող, մեր թիմին հավատացող մարդիկ, ես բոլորիցս շնորհակալ եմ իմ իրական ընկերներից, նրանք ովքեր այո իրական ընկերներ են եղել, ես ձեզ երախտապարտ ու շնորհակալ եմ մեզ հավատացողներից, շնորհակալ եմ իմ հետևորդներից, շատ մարդիկ, որ մեզ արդեն հարազատ են դարձել, բոլորիցս շնորհակալ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում, երբ որ դուք տեղյակ եք, մենք մի խումբ որջանոցների քավորությամբ տերորի են ենթարկվել բազում ընտանիքներ, այդ թվում նաև իմ ընտանիքը եւ ես այդ որջանոցների, նրանց պարագլուխների, կատարողների, ոստիկանական ձեռքերի, տարբեր ձեռքերի հետ կապված, խոսքս վերաբերվում է նախկին ոստիկանապետերից մեկին եւ քաղաքապետարանի նաև որջերի մասով ու նաև այլ շրջանակներ կան, որոնց մասով դատավարություն է ընթանում, գիտեք, որ որպես հայցվոր եմ ես ներգրավված, որպես տուժող կողմ, ես ինչպես որ խոստացել եմ, այդ պատմությունների հետ կապված, այդ համացանցային խուլիգանությունների հետ կապված սկսել ենք բացել այդ Պանդորայի ալիքը եւ հրապարակային էլ հաջորդիվ գալիք մեր ելույթների ընթացքում, իմ ելույթների ընթացքում ես շատ ու շատ փաստեր եմ ներկայացնելու, լինելու են աղմկահարույց բացահայտումներ ու ինչպես որ ասել եմ, ոչ մի բանի առաջ ես չեմ կանգնելու, ոչ մի դեպքում ես ետ քայլ չեմ անելու, ոչ մի զիջում չեմ անելու եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված են եղել անմեղ մարդկանց ընտանիքներ ներխուժելու, անմեղ մարդկանց անդորը խանգարելու, անմեղ մարդկանց անունները հոլովելու, պախարակելու, սուտ մատնություններ անելու եւ այլնի հետ կապված ներկայացնելու են փաստեր ոչ միայն դատարանում, այլ նաեւ ինչպես ժամանակին ունեինք այդպիսի մի հիմա էլ հանրահայտ դեմք, այդպիսի մի հաղորդում կար, չէ, ասում էր հանրային դատ լինելու է նաև հանրային դատ, հարգելիներս, թե իրականում մենք ինչպիսի խուլիգաններով, ինչպիսի հանցագործներով ենք շրջապատված եւ ինչպես է ստացվում, որ համացանցային խուլիգանները, որոնցից շատերը վայելում են նաև ներկայումս ոստիկանության համակարգում տեղավորվածների աջակցությունը, մտնում են մարդկանց ընտանիքներ, անձնական կյանք եւ փորձում են խաթարել մարդկանց անդորը։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդիվ, մնացեք խաղաղությամբ, ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ, շատ գնահատում եմ եւ շնորհակալ եմ, որ մեր կողքին եք եղել, ես էլ մշտապես շարունակելու եմ մնալ իմ հայ ժողովրդի կողքին, համարելով ինձ այս երկրի զինվորը։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ անգամ։